Ես այս լայվի նախաբանում այդպես ասած հայտարարության մեջ դրել էի Սամվել Կարապետյանի 34%-ը։ Շատ կարճ այդ թեմային անդրադառնամ։ Մեկ սոցհարցում տարածվեց անցած շաբաթ, որը իրականացվել էր Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, թե եթե դուք ընտրության հնարավորություն ունենաք Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի միջեւ, ում կընտրեք։ Եվ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր 33%, Սամվել Կարապետյանը 34%։ Ու ընդդիմության դաշտում այս կապակցությամբ սկսեց ոգևորություն առաջանալ։ Ես մինչև այս պահը որևիցե քննադատություն չեմ ուղղել Մեջևով շարժմանը եւ չեմ էլ ուղղելու։ Նրանց համարում եմ առողջ ընդդիմություն, անձամբ մեծ հույսեր եմ կապել նրանց հետ եւ հավատացած եմ, եթե մեզ կա հաղթանակ ընտրություններով Նիկոլին փոխելու, դրա ամենակարևոր, այդպես ասած, կշիռներից մեկը, գործոններից մեկը հենց մեր ձևով շարժումն է։ Ճիշտ աշխատելու դեպքում, սխալներ թույլ չտալու դեպքում։ Հետևաբար, եթե ինչ-որ բան հիմա կասեմ, դա եղբայրական, այդպես ասած, ընտանիքի մեջ, այդպես ասած, քննադատություն, որ ցանկացած մարդ եթե նկատում է իր կողքինը, իր ընկերը, իր բարեկամը, իր եղբայրը ինչ-որ սխալ է թույլ տալիս կամ սխալ ուղղությամբ առաջնորդվում, փորձում է սխալը նրան ցույց տալով անել այնպես, որ ուղղությունը սրբագրվի, որպեսզի մենք կարողանանք միասին ձեռքի տված ավելի արդյունավետ աշխատանք տալ։ Ես կարծում եմ նման սոցիալացում անցկացնելը չափազանց սխալ է։ Ինչու է սխալ, որովհետև հաջորդ ընտրություններին Սամվել Կարապետյան չի լինելու քվաթերթիկների վրա։ Նույն գործը կներեք համեմատության համար, ընդհանրապես չեմ ուզում մեր ձևովի եւ դոկի միջև կամ իր կուսակցության միջև համեմատության եզրեր անցկացնել, բայց նույն գործն է, որ դոգն անում, գիտեք ինչ անում։ Էն էլ գիտի, որ օրինակի համար Վարդան Ղուկասյան դոգը հաջորդ ընտրությունների, որ ցուցակի մեջ է լինելու, ոչ ցուցակի մեջ է լինելու, ոչ ցուցակա գլխավորելու, ոչ վարչապետության թեկնածու կարող է լինել, չէ՞, բոլորս դա գիտենք։ Բայց սոցհարցումների ժամանակ նրա անունն են դնում եւ ժողովուրդն էլ գնում է, հիմա եթե ընտրություն կատարի Նիկոլի եւ նրա մեջ, նրան է ընտրում ամեն դեպքում։ Բայց ես կարծում եմ, սա չի տալիս իսկական այն պատկերը, որը մենք կարծում եմ պետք է ունենանք ընտրությունների սեմին դրան պատրաստվելու համար։ Անշուշտ, եթե ինձ էլ հիմա հարցնեն Նիկոլի միջև եւ Սամվել Կարապետյանի միջև ում կընտրես, ես առանց մեկ պատ տատանվելու կընտրեմ Սամվել Կարապետյանին։ Եվ վստահ եմ ընդդիմության շարքերից շատերը դա կանեն։ Բայց հիմա օրինակի համար եկեք մի պահ պատկերացնենք, որ այդտեղ ուրիշ անուններ ավելանում։ Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, նաեւ ուրիշ անուններ։ Ես եթե պիտի ընտրություն կատարեմ, իմ ընտրությունը այլևս Սամվել Կարապետյան չի լինելու։ Լինելու է Ռոբերտ Քոչարյան։ Հետո այդ 34%-ը կիշնի ցած։ Ինչու եմ ասում սա կարևոր է, որպեսզի մենք ըմբռնենք, որպեսզի չմնանք մեր քարոզչության տակ եւ չմտածենք, որ էսա 34% հավաքեցինք, ամեն ինչը ավարտված արդեն, մենք առաջ անցանք Նիկոլ Փաշինյանից։ Ցավոք սրտի նկատեցի մի հատ քաղաքագետ կայից էլ բլոկել է Ստանֆորդից, որտեղ մի քանի անգամ այդպես ասած պոպուլիստական հայտարարություններ է կատարում Նիկոլի ոչի հետ, Գար Ղազարյանի հետ սրբազան շարժման ժամանակ ընկել էր նոր առաջնորդներ էր որոնու փողոցում։ Ես այն ժամանակ քննադատաբար մոտեցամ, ինձ բլոկեց, բայց չմտնեմ այդ թեմայի մեջ, իր գործունեության մասին խոսել եմ մի անգամ։ Ամեն դեպքում ոգևորված, տեսակ մենք առաջ անցանք Նիկոլ Փաշինյանից։ Գիտեք, նույնիսկ քաղաքագետներն էլ են երբեմն շփոթում, որ դու այդ 34% այն տոկոսը չի, որ դու ընտրություններում ունենալու ես։ Ընտրություններում մի քիչ իրավիճակը տարբեր է լինելու։ Ինչու է սա կարևոր։ Որտեղ մենք հենց այս փուլից պետք է ժողովրդի հետ անկեղծ լինենք։ Ժողովուրդը սիրում է անկեղծություն։ 2018 թվականի ամեն այդ ողբերգությունը գուցե ինչ որտեղից սկսեց։ Այնտեղից որ ժողովուրդը զգաց, որ իրեն խաբել են, եթե հիշեք։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետականի ցուցակը գլխավորում էր Կարեն Կարապետյանը։ Ժողովուրդը մեծ ողջավորությամբ գնաց ընտրեց Հանրապետականին, քանի որ վարչապետության պաշտոնում ուզում էր տեսնել Կարեն Կարապետյանին։ Շատ կրկնված թեմա է, բոլորս շատ ենք խոսել լսել այդ մասին։ Բայց 2018 թվականին զարմանք ապրեց եւ տեսա, որ Կարեն Կարապետյանի փոխարեն վարչապետ է դառնում Սերժ Սարգսյանը։ Չեմ ուզում ասել սա միակ գործոնն էր, բայց մեծ նշանակություն ունեցավ ժողովրդի այդ ընդվզման համար, որտեղ ժողովուրդը զգաց, որ իրեն խաբել են, սուտ են ասել։ Եվ մենք կարծում եմ չպետք է թույլ տանք նույն այն սխալը
որը այսպես ասած կատարեց ասենք գուցե հանրապետական։ Գուցե հանրապետականը եթե 2017 թվականին ցուցակը գլխավորող ներկայացներ Սերժ Սարգսյանին, կարողանար ձայներ շահել, հա։ Բայց նրանք ներկայացան Սամվել Կարապետյանի, Կարեն Կարապետյանի, շատ ներողություն, Կարեն Կարապետյանի դեմքով, չգիտեմ լայվի ընթացքում նախկինում Սամվել Կարապետյան ասացի, դա ասել եմ ներողություն եմ խնդրում, ներկայացան Կարեն Կարապետյանի դեմքով, ձայներ շահեցին, հետո դեմքը փոխվեց, Սերժ Սարգսյանը ներկայացավ։ Հիմա էլ մոտավորապես նույնն է, ժողովուրդը մի խոշոր մաս, հիմա մենք խոսում ենք, գիտենք, որ Սամվել Կարապետյանը չի կարող ցուցակ գլխավորել, չի կարող ներկայացվել, օրինական արգելքներ կան, քաղաքացիության հետ կապված, բնակության հետ կապված, դրանք բոլորը արգելքներ են։ Բոլորս գիտենք, բայց գիտեք, Հայաստանի հեռավոր մեկ գյուղում ապրող քաղաքացին կամ մի քաղաքում ապրող քաղաքացին, ով չի հետևում շատ էլ լուրերին, բայց լսելա որ մի հատ այդպես Սամվել Կարապետյան ուզում է դառնա, շարժում է ձևավորում, ոգևորված, ասենք հունիսի 7-ին գնում է քվեակենտրոններ, վերջնում է քվաթերթիկ ուզում է ձայն տա, մանա գալի այդ անունների մեջ Սամվել Կարապետյանի անունի հետև, չի տեսնում Սամվել Կարապետյանի անունը։ Ինչ պետք է անի այդ մարդը, լավ։ Հասկանում եք, որտեղ մարդուն ասել եմ դու գնում ես Սամվել Կարապետյանին ձայն տաս։ Բայց այդ թերթիկների մեջ, գուցե նաև Քարոզարշավի մատերիալներում, չգիտեմ իմ օրենքը ինչ է ասում, Սամվել Կարապետյանի անուն չի լինելու։ Լինելու է տեխնացուի անունը, որը փետրվարի 12-ին հայտնի կդառնա բարեբախտաբար։ Հետևաբար ես կարծում եմ ճիշտ սոցհարցումներն ա որ մեծ արդյունքի անգելու։ Ես հավատացած եմ, որ նույնիսկ ճիշտ սոցհարցումներով մենք այս պահին ընդհանրության մեջ Նիկոլից ավելի առաջ ենք գտնվում։ Բայց ասում եմ թույլ չտանք նույն այն գործ չանենք, ինչ որ դոկն անում եւ թույլ չտանք այն սխալ ինչ որ ասենք հանրապետականները թույլ տվեցին, որպեսզի ժողովրդին չի հաստատեցնենք։ Ժողովուրդը կարևոր է, որպեսզի հենց այս պահից իմանա, որ ինքը գնում է ումին ընտրի։ Փետրվարի 12-ին հանրահավաքը համագումար է լինելու, մեր ձևով շարժումը խոստացել է ներկայացնելու իր վարչապետության տեխնացուին։ Չգիտեմ ով է լինելու, հիմա որոշ հավանականություն կա, խոսվում է, չգիտեմ այդ թեմայի մեջ։ Անշուշտ, եթե օրինակի համար Կարեն Կարապետյանը չունենա իրավական խնդիրներ, Կարեն Կարապետյանը լինի, ես վստահ եմ, որ այդ տոկոսները կսկսեն աճել մեր ձևով շարժմանը։ Բայց եթե Կարեն Կարապետյանից բացի այլ անուն լինի, ես ցավոք եմ ուզում ասել, մեր ձևով շարժումը մի խոշոր այս փուլում անկում է ունենալու։ Հատկապես որ այս նոր օրենքով էլ որ հիմա հաստատեցին, երեք Արփին Հովհաննիսյանը ներկայացել է խոսեց այդ մասին, որ արդեն իսկ սկսում է գործել, որ Քարոզարշավի ժամանակ դու չես կարող գործական աշխատանքներ կատարել, խոստումներ կատարել, եւ տեսնում ենք մեր ձևով շարժման այս պոյի Քարոզարշավը հիմնականում դրա վրա է ձևավորված, դա լուրջ խնդիր է ստեղծելու եւ սահմանափակումներ է ստեղծելու։ Անունները չափազանց կարևոր են հաջորդ ընտրությունների ժամանակ, օրինակ Ռոբերտ Քոչարյանը առաջին օրվանից իր անունով ներկայացել է, ժողովուրդը գիտի, գնում է ում հետևից, գնում է ինչ անի, ում է ընտրում, ում է ցանկանում, միակ կարծում եմ քաղաքական գործիչն է, հիմա գուցե Նիկոլ Փաշինյանից բացի, որ իր դեմքով ներկայացել է եւ շատ հստակ կերպով խոսում։ Իսկ կարծում եմ շատ հստակ կերպով այդ հստակեցումները պետք է այս շաբաթվա ընթացքում մտցվեն, որպեսզի ինչքան շուտ մենք մտնենք վերջնական փուլ եւ պարզ դառնա թե այս դաշտում մենք ուրեմն ինչ են կատարում։ Նաեւ որոշ կուսակցություններ էլ այս շաբաթ համագումարներ են ունենալու, կարծում եմ չափազանց թեժ շաբաթ է լինելու այդ առումով նոր անուններ են հանդես գալու։ Սպասենք տեսենք ինչ է առաջ գալու, հուսով որ չենք սխալվի, շեշտում եմ, եթե ինչ-որ քննադատություն էլ ես այս փուլին ուղեցի այդ սոցհարցման կապակցությամբ, իսկապես սա բարի քննադատություն է, որտեղ ամենավտանգավորը այն է, որ մենք կատարենք մի քարոզչություն, սոցհարցումներ անցկացնենք, հետո թվեր դուրս գա այդ սոցհարցումների արդյունքում սխալ չեն, ճիշտ են, բայց հարցադրումն է, ես միշտ էլ ասում եմ, որ պետք է ճիշտ լինի, որպեսզի ճիշտ արդյունքի հասնենք։ Եվ վատ այն կլինի, որ կրկնում եմ, մենք մնանք մեր կատարած քարոզչության տակ եւ ապրենք մեր իրականության մեջ, որը գուցե այդքան էլ իրականության հետ հաշ չի եւ վերջում ձախողենք։ Ես այդպես ասած շատ այդպես ասած զգայուն եմ այս հարցի կապակցությամբ, որտեղ մեր ձևովի շարժման հաջողությունը նաև իմ հաջողությունն է։ Առանց իրենց հաջողության մենք չենք կարող Նիկոլին հեռացնել։ Նրանց հաջողության հետ մենք մեծ հույսեր ենք կապել։ Հետաբար նրանք իրավունք ունեն սխալներ թույլ տալու։ Եվ եթե ինչ-որտեղ զգում ենք սխալ են գնում, պետք է եղբայրաբար, ընկերաբար հիշեցնել այս սխալները, որպեսզի բոլորս միասին կարողանանք ճիշտ ուղղությամբ առաջ գնանք, սխալներ թույլ չտանք, որպեսզի կարողանանք հենց այս ընտրությունների միջոցով Նիկոլի խնդիրը փակել եւ
հասնենք մեր վերջնական արդյունքին։